Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, վերջապես սալոնի գործը վերջացրեցի։ Հիմա եկեք միասին գնանք փոքր ջերմոց, տեսնենք ինչպես են աճում, ինչպես է աճը ընթանում մեր սատիլների։ Նոր հետո մտնենք սիրելիներս մեծ ջերմոց, ամուսինս այնտեղ պիկերովկա է անում, գնամ ես էլ օգնեմ։ Ճիշտ ասած, քանի օր ատամս ցավում է, երեկո անուշ բժշկի եմ գնացել։ Մի խոսքով եկեք միասին գնանք սատիլանոց, տեսնենք ինչպես են աճում մեր ծաղիկները, մեր մոտ հրաշք եղանակ է, հրաշք գարուն է, երեկոյան ժամը 6-ն է արդեն, 6-ից նայեք ինչ լավ արև է, եղանակ է մեր մոտ։ Հիմա միասին մտնենք սատիլանոց, իմ սիրելի հետևորդներ։ Դուրսացամ։ Հասանք սատիլանոց, սիրելիներս։ Այստեղ մեր մոտ շատ լավ աճում են բեգոնյաները, վեշնի ցվետուշի, արդեն 3-շաբթի, 4-շաբթի պետք է պիկերովկա անենք բեգոնյաները, հələ մի 2 օրվա մեջ, որ լավ արև է եղել, եղանակը տաք է եղել, նայեք ոնց են մեծացել բեգոնյաներս, լաբելյաների մասին վաբշե խոսք չկա, հələ նայեք ինչ սիրուն, կանանչ, ինչ հավեսով աճել են։ Այստեղ արդեն ամպելնի պետունյաներս պետք է դնենք, մի խոսքով սիրելի հետևորդներ, լիքը գործ ունենք անելու, այստեղ նորից պիտունյաներ ունենք աճում են, սա իմ ցանած կանանչիներն են պալետներով, բերել ենք փոքր ջերմոց, որ տաք լինի, տեսնենք ինչպես են աճելու, հետևորդներիցս մեկը գրել էր, թե ավելի լավ է գինձի սերմերը մի քիչ մշրի, թող ավելի շուտ աճեն, երևի ավելի ճիշտ է, մոռացել եմ, որ կարելի է այդպես անել, շնորհակալություն խորհրդի համար, նախորդ կանոն ազգանունը չեմ հիշում, բայց շատ շնորհակալություն եմ հայտնում խորհրդի համար։ Սա մեր մոտ ցինյաներն են արդեն աճում, նայեք ինչ լավ աճել են, արդեն սաղ, պատրիատ, պիկերովկայի են, սա բիբարներն են մեր մոտ, 2 սորտի բիբարներ ունենք, նու ուրիշ սորտեր էլ ունենք, բայց արկղի մեջ նայեք ինչքան տարբեր են ծլել։ Այստեղ ուրիշ սորտի բիբարներ ունենք, սա մի քիչ ցելոզյանեց անել ենք պարտուլակների հետ, պարտուլակները են փոքր դանդուրի ծաղիկներն են, որ Հայաստանում գրեթե բոլորի բակերում լինում են, պամիդորներս նայեք ինչ լավ սիրուն աճել են պամիդորներս, այստեղ սենց մի քիչ սերմեր էին տվել մեզ ծանոթները, պիտունյաներն է ժամկետ անցած, սենց սութի մութի ծլել են, այդքան էլ լավ չեն ծլել, հա, սա էլ է մեր մոտ ցինյան, ցելոզյան անգամ ցողուներն են գունավոր, հետո որ մեծանան ձեզ ցույց կտամ կամ ինտերնետով խփեք ցելոզյան կբերի, որ ծաղիկն են, սա մեր մոտ աստրաներն են, նայեք ինչ լավ աճել են, պետքա որ 1000 հատանոց լինի, տուփը երևի գրեթե 1000 հատն էլ աճել են, ժողովուրդ ջան, մնացել է այս արկղլաբելյան պիկերովկա անենք և այս ալիսինյումը։ Եկեք հիմա միասին գնանք մեծ ջերմոց, այնտեղ ամուսինս երևի ալիսյումն է անում, սպիտակ սորտ է, հիմա եկեք գնանք միասին մեծ ջերմոց։ Հələ ստեղ նայեք ինչ ցույց տամ, էլի որ մեզ տվել էին պիտունյայի սերմ, ոչ մի հատիկ չի ծլել, ընդամենը այս մի հատիկն է ծլել, նայեք սերմերը դաժե մշակած սերմերը կանանչ գույնի մնացել են, այստեղ բեգոնյաները դեռ մանր աճում են, հələ նայեք ժողովուրդ։ Եվ եկեք գնանք մեծ ջերմոց, սիրելիներս։ Եկանք մեծ ջերմոց, նայեք ձունի ինչ լավ հալվել է, վերջապես հալվեց ձունը, բայց տեղ ունենք ձունը մնացած, և հիմա մտնենք մեծ ջերմոց, սիրելիներս։ Եկանք մեծ ջերմոց, մեր ջերմոցի ծաղիկները լավ աճում են, անգամ գեարգինաներն ենք արդեն տնկել, այնքան լավ շիթիլներ էր, սիրում սենց լիխտիկ շիթիլներ էին։ Եկեք նայենք հիմա պիտունյաները, նայեք ինչքան լավ աճել են, նայեք ինչքան տարբերություն կա, այսի ամենայն սկզբի պիտունյաներն ա որ դրել ենք, սիրելի հետևորդներ, այստեղ ամբողջ այս տարածքը մեր բարխծիներն են, նայեք, սա մեր բարխծիներն են, ամբողջը, հա, արդեն ռեհան ունեմ, նայեք ժողովուրդ, կեսուրս մի քիչ
ռեհաներ ցանել, ինքն էլ է զբաղվում եւ ինձ ռեհաներ է ուղարկել եւ մենք տնկել ենք ռեհաները, ճիշտ ասած կանաչի եմ ցանել հողի մեջ, դեռ չի ծլել, կասետների մեջ մեկտեղ նաեւ հողի մեջ եմ ցանել իմ համար։ Այստեղ անյուտայի սաչիկներն են, վիոլաներս, նայեք ինչ լավ, սիրուն, փորթո մոճում են, շուտով արդեն կոկոմ կունենանք, արդեն պարարտանյութով ջրել ենք, բոճկա ունիվերսալով, մեկ անգամ արդեն ջրել ենք, ժողովուրդ ջան, գրեթե բոլորդ էլ գիտեն, որ մենք մեր սատիլները ջրում ենք բոճկա ունիվերսալով, հեսա գնանք ցույց տամ ձեզ, որ ցինյան ոնց է ծլել մեր մոտ, հələ նայեք մեր մոտից է խահացվեմ քայլում, նայեք ոտս ոնց է սողոնում, էլ չենք իմանում որտեղ ինչ տախտակ դնենք։ Այստեղ պալետները լցնում ենք հողով, հետո փակում ենք ցելոֆանով, որպեսզի չչորանա, ամուսնյակս տնկում է ալիսյումը ունենք արկղի մեջ երկու տեսակ, ռոզվիները եւ ամպելնիները, հեսա արկղը նայեք, այս ինչ ես գրում, համ որ ամպելնի է, հա մարկերով գրում ենք պալետների վրա, որ չխառնենք, որովհետև հետո համ ծաղկամաների մեջ պետք է դնեմ ամպելնին, համ էլ տենց որպես սատիլ թաղար ծախենք։ Եկեք մինչև ամուսինս գրի, ես ձեզ ցույց տամ ինչպես են աճում մեր ցիներարյաները գիբրիդնի։ Նայեք ինչ լավ մեծացել են։ Շատ սիրուն ծաղիկներ ա տալի, մանր ռամաշկայի նման։ Շատ սիրուն են, մարտի 8-ին ընդառաջ Հայաստանում շատ են ծախում ծաղկամաններով հողի մեջ դրած։ Այստեղ ունեմ, նայեք ինչ լավ աճում են օսպորպիմուսները, իմիջալուց այնքան վատ բնավորություն ունի այս ծաղիկը, կարա ինքը մի անգամից չորանա։ Հելնենք տեսնենք, հաջորդ օրը մի հատը չորացել է, հեսա նայեք, մի հատը հիվանդացել է, չես հասկանում ինչից այս ծաղիկը։ Քանի տարի մշակում ենք ու ինքը այս խնդիրն ունի։ Այստեղ արդեն ցիներարյաներն են սովորական, որը որ շատ փոքր են լինում, հետո ես տեղադրում եմ սենց ամաների մեջ փոքր, մի քիչ իրանք մեծանում են, հետո նոր տեղադրում եմ մեծ պալետների մեջ։ Սա իմ մոտ զիմլինիկաներս են, արդեն պետք է դնեմ, ժողովուրդ այնքան գործ ունեմ անելու, վայ համո այս բանը ցիներարյան գիբրիդնի ոնց է չորացել, պիտի ջրենք։ Սենց նորից էլի տեղ ենք սարքում, այնտեղ ամբողջությամբ ջուր է պատել ցելոֆանի տակով, եւ հիմա գնանք տեսնենք ամուսինս ոնց է տնկում ալիսյումները։ Հեսա ես էլ եմ նստելու ու միասին հեսօր պետքա ալիսյումները վերջացնենք։ Եվ նայեք մեր ալիսյումների վրան արդեն կոկումներ ունենք, էսի ամպելնին է, չէ։ Բոլոր սատիլերն էլ տնկում ենք նույն ձևի, ուղղակի ամեն մի տեսակի ծաղիկը ընտրած է մի պալետի մեջ։ Ալիսյումը, բարխծին, էլ ինչն ենք 54-ի մեջ դնում, համեսի 54 տեղանոցներն է։ Գյարգինան դրել ենք 40-ի մեջ, գյարգինան, պիտունյան, տենց բաները դնում ենք 40-ի մեջ, արդեն բուտոն կա վրաները, նայեք, կոկումներ, այսպես սիրելիներս, հեսա ես էլ նստեմ ու սկսենք աշխատել, այստեղ արդեն հող ունենք բացած, պետք է հողը լցնենք և այսպես լիքը աշխատանքներ ունենք, սա էլ մեր ջերմոցի կեսից ավել արդեն լցվել է, այսպես սիրելիներս մի մոռացեք բաժանորդագրվել, բութի կոճակը սեղմել, որովհետև պրասմոտորները շատ ունեմ, բայց բութի կոճակները քիչ են, այսպես սիրելիներս, միշտ նոր հանդիպում։